Երբ որ բժիշկը ասեց, էլ չենք կարողանում, ես ու հայրը պտտվեցինք ու Գաբին գոռացին, Գաբ, դու բուժված ես։ Ֆանտաստիկ բան էր, որովհետև մենք զգում էինք, որ ինքը բուժված է։ Ու ուզում եմ մի բան ասեմ, թե շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Գաբիի մանկությունը անցել է հենց այս այգում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մեր աջ կողմում է, եւ եթե եղանակը թույլ էր տալիս, Գաբին քնում էր այստեղ, Գաբին քայլեց այստեղ, Գաբին աղոթում էր այստեղ, Գաբին ամեն թռիչքից առաջ լացում էր, որ ինքը պետք է հասցնի եկեղեցում լինի, Գաբին ասում էր, որ ինքը ուզում է երգի եկեղեցում։ Համայն հայության Գաբին է, Գաբրիելան, որի աղոթքի ձայնը կարծես մնացել է եկեղեցու լուռ պատերի ներսում, ծիծաղը այգու արահետներում։ Ամեն գիշերին փոքրիկ Խենթուկը ասում էր. «Մամ, դե նարեկ կարդա, որ քնեմ, մամ, հաջան, լսի, մի հատ կնայես նարեկի մեջ մատի համար աղոթք կա, ճկույթս ցավում է»։ Գաբին կյանքը սիրում էր անսովոր ուժով, նույնիսկ ամենածանր բուժումների, ցավի ու անքուն գիշերների մեջ նա կարողանում էր ժպտալ, ուժ տալ իր ընտանիքին ու իր կողքին պայքարող փոքրիկներին։ Կարծես ինքն էր մխիթարում բոլորին։ Երբեք չի օգտագործել բառը, հա, ես հիվանդ եմ։ Երբեք չի նեղվել նրանից, որ ինքը մազեր չունի։ Ինքը ասում էր, ես շատ սիրուն եմ։ Ես մեծ եմ, մայրիկներ, բայց ձեր երեխաներին բացատրեք, որ երբ որ տեսնում են ինձ նման երեխա, չգնան հարցնեն, ինչի դու մազեր չունես։ Ես կհասկանամ, բայց իրանք չեն հասկանա։